Թուրքիան կրկին խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, բայց կրկին պայմաններով։ Այս անգամ պայմանները միայն Հայաստանին չի ներկայացնում, այլ ակնարկներ է ուղղում միջազգային գործընկերներին, կարծում է փորձագետը։ Թուրքիան հիմա այս պահին իր դիրքերը այդպես են ցույց տալիս, որ դեռ փորձում է իր խնդիրները լուծի Ադրբեջանի հետ։ Այսինքն իրենց բոլոր խոսակցությունները, որ միջ այդ եղել է, որ այս ճանապարհը պիտի բացվի, ես կարծում եմ իրենք այդ փուլի մեջ են, որ Ադրբեջանի հետ են իրանց հարցերը կարգավորում, որովհետև ամեն դեպքում Հայաստան-Ադրբեջան խաղաղություն կոչվածը նաև ինչ որտեղ կախված է նաև Թուրքիայի կամքից։ Afrika başta olmak üzere Ռուսաստան կատարած այցից հետո Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Փաշինյանի կառավարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շատ կարևոր քայլեր է ձեռնարկել։ Ապա հավելել, հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, երբ անհրաժեշտ պայմաններ առաջանան։ Իսկ որոնք են այդ պայմանները։ Այդ նախապայմանները ենթադրում են ոչ միայն Արցախի հանձնումը Ադրբեջանին, այլ նաև այն տեսակ փաստաթղթերի ստորագրում, պարտավորեցնող փաստաթղթերի ստորագրում, որոնք առնվազն կչեզոքացնեն Թուրքիայի Ադրբեջանի ընկալմամբ Հայաստանից իրենց ընկալմամբ եկող վտանգները։ Տարիներ շարունակ Անկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում էր Արցախի հակամարտության հետ, հիմա փոխվել է Թուրքիայի խոսույթի հասցեատերը։ Թուրքիայի արտգործնախարարը չի հստակեցնում, թե ում է ուղղված իրենց ակնարկը, սակայն փորձագետների մի մասը համոզված է, որ Անկարան շարունակում է առաջնորդվել ոչ այնքան Երևան-Անկարա երկկողմորակարգով, որքան Բաքվի ակնկալիքներով։ Այդ դեպքում ստացվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բանալին շարունակում է մնալ ոչ թե Անկարայում կամ Երևանում, այլ Բաքվում։ Այս փաստաթղթերից մեկը այսպես կոչված խաղաղության պայմանագիրն է։ Փաստաթղթերից երկրորդը եւ կյանքի կոչելու տեսանկյունից պրոյեկտներից երկրորդը դա Զանգեզուրի միջանց կապվածն է։ Երրորդը դա Հայաստանի դեմոգրաֆիկ կազմի փոփոխությունն է, որտեղ պետք է լինեն նաեւ ադրբեջանցիներ, որոնք պետք է հենասյուն հանդիսանան Ադրբեջանի եւ Թուրքիայի համար Հայաստանի դեմ ցանկացած բանի գործողություն իրականացնելու համար։ Հիմա այս պայմանները քանի դեռ կյանքի չեն կոչվել, Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են ինչքան ուզեն ձգեն, ինչ նոր նախապայմաններ ասես առաջ բերեն, արդյոք Հայաստանի ներկայացուցիչ խանութները չգիտեին այդ մասին, իհարկե գիտեին, շատ լավ գիտեին։ Բայց թուրքական պետությունը այլ հաշվարկներ էլ ունի, ըստ մասնագետների Ֆիդանի ու օրեր առաջ Էրդողանի կուսակցության դաշնակից Դևլետ Բահչելիի խոսույթը տեղավորվում է նույն տրամաբանության մեջ։ Այսինքն Թուրքիան այժմ կենտրոնացած է Սյունիքի միջոցով իր ռազմավարական ծրագրերի իրականացման վրա։ Ոչ միայն ես պայմանները կարծում եմ Հայաստանին է վերաբերվում, այլ ես կարծում եմ ավելի միջազգային հարցեր, այսինքն մենք հիմա ունենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, խնդիրները, որ խոսքի օրինակի համար Թուրքիան ունի իր արևանների հետ, որտեղ Միացյալ Նահանգները Հունաստանին է զինում։ Եվ այդ բոլորը ես կարծում եմ նաև Թուրքիայի կողմից ակնարկ է ոչ թե Հայաստանին, այլ միջազգային իր դաշնակիցներին, անձինս Միացյալ Նահանգների, որը այս ճանապարհը կբացվի, միջին միջանցքի մասին է խոսքը, հիմա ինչ անուն որ ուզենանք իր համար դնենք, կբացվի, երբ իմ պայմանները, կոպիտ ասած Թուրքիայինը բավարարվեն։ Եվ մինչ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների, Թուրքիան հերթական անգամ հիշեցնում է, այդ նախապայմանները դեռ ամբողջությամբ չեն կատարվել։ Սեդամ Օկարյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։